Բնականաբար է, որ պիտի անդրադառնար եւ պիտի ցույց տար, թե տնտեսական ինչպիսի համակարգի պայմաններում է հայ ժողովուրդը նորմալ ապրում եւ նորմալ բարգավաճում։ Առաջինը այս ուղղությամբ առաջի քայլերը բնական է, որ պիտի կատարեր Սանասարը լինելով դյուցազնական տոհմի նախարար։ Սանասարը եւ Բաղդասարը սպանելով Բաղդադու խալիֆային հաղթում են խալիֆայությունից եւ հանդիպելով մի արվակի, որը կտրում է մի հսկայական գետ, չի խառնում, ուղղակի կտրում է, բարձրանում են այդ արվակի ակունքը միջև եւ այնտեղ սկսում են կառուցել իրենց ամրոցը, իրենց բերդը։ Որոշ ժամանակ աշխատելուց հետո, էպոսի լեզվով ասած բերդի հիմ թալելուց հետո, նրանք հասկանում են, որ երկուսով ի վիճակի չեն գործը գլուխ բերել, դեռ փոքր են, եւ բացի այդ էլի մարդիկ են պետք։ Եվ որոշ ժամանակ թողնելով կիսատ իրենց շինարարությունը, նրանք գնում են հարևան մի թագավորի մոտ, Թևաթորոս թագավորի մոտ, որոշ ժամանակ մնում են նրա մոտ, առնականում են, ուժեղանում են եւ ցույց տալով իրենց ուժը, Թևաթորոսի վեզիրները ուղղակի պահանջում են Թևաթորոսից, որ Սանասարին եւ Բաղդասարին հեռացնի իրենց երկրից, որովհետեւ բացատրությունը շատ տարօրինակ է, նրանք ասում են մենք գիտեինք, թե մենք ենք երիկ մարդ, բայց այս երկուսը եկել են այնպիսի բաներ են անում, որ ստացվում է մենք կնիկ մարդ ենք, իրենք են երիկ մարդ։ Եվ Թևաթորոս թագավորը տղաներին խնդրում է հեռանալ երկրից եւ Սանասարը մի խնդրանք է ներկայացնում թագավորին եւ խնդրում է նրանից, որ թագավորը իրենց մի քիչ ժողովուրդ տա եւ ասում է, որ մի այսպես բերդ են կառուցել, կիսատ է, ժողովուրդ տա, գնան այնտեղ ապրեն։ Գալով Թևաթորոս թագավորին ասեն, որ խնդրանքը Սանասարի այսպիսին էր, մի քիչ հարուստ, մի քիչ աղքատ մարդիկ, բնական է Թևաթորոս թագավորը հարուստ մարդկանց չէր տրամադրի եւ տալիս է 40 ընտանիք, 40 սարսափելի աղքատ ընտանիքներ։ Էտու ընոնց 40 տուն, հեյ գիդի տուն, ամեն մեկուն մեկ էշ ու մեկ ճախրավ։ Հասնելով իրենց ամրոցին, այս 40 ընտանիքների հետ, Սանասարը հարց է տալիս իր եղբորը։ Սանասարը ասաց Բաղդասարին, առաջ զմեր բերդ չինենք, թե չէ զետա աղքատ ուղքատի տներ։ Բաղդասար պատասխանեց, առաջ շինենք զետոնց տներ, ու նոր շինենք զմեր բերդ։ Այդ խեղճ մարդեր չեն կարնա արևու առջև կենան։ Ու սկսեցին զտներ։ Այստեղ կարևորը թե ինչու է Սանասարը այդպիսի հարց տալիս եղբորը, որովհետև գիտենք, որ ավագ ինքներ եւ եթե նույնիսկ հրամանի պես ասեր, պիտի Բաղդասարը համաձայնվեր, ուղղակի այստեղ քանի որ այսպես ասենք ազգային խնդիր է դրված եւ իրականացնողներից մեկը Բաղդասարն էր, Սանասարը ցանկանում է, որպեսզի Բաղդասարը գործին լծվի իր սրտի ցանկությունից ելնելով։ Հետագայում ավարտելով Սասնա բերդի կառուցումը եւ արդեն
ծովի հատակից, երբ ծովը բացում է Սանասարը, ստանում է աստվածային օրհնությունը եւ Կուպիկ Ջալալին եւ Թուրք Եծակին, էպոսի լեզվով ասած դառնում է զորնդեղ մարդ, բայց նա հասկանում է, որ բոլոր դեպքերում այս 40 ընտանիքները, եթե նույնիսկ տունել ունեն, ամենայն դեպս այսպիսի ուժերով, այսպիսի ռեսուրսներով հզոր պետականություն կառուցել հնարավոր չի եւ հետաքրքիր օրենքները մշակում եւ հաստատում, որոնց մասին էպոսը ներկայացնում է եւ այդ օրենքների արդյունքում Սասունը դառնում է հզոր պետականություն, այնպես Փարլևան եղավ Սանասար, որը նոր ձեն աշխարհ բռնեց։ Շատ մարդեր, որ լսեցին, ասին. «Ախպեր, մենք նստել ենք այստեղ ինչ, ող մարդեր ամեն ժամանակի կգան մեր ապրանք զարնեն կտանեն»։ Ահա այն աստված մենք երթանք էդաս ասում, որ Սանասարի, Բաղդասարի պես երկու զորնդեղ Փահլևան կա, որ այդ տեղի մարդոց ոչ հարկ կառնեն, ոչ տուրք, որ մեկ մարդ մեր ապրանք չզարնի տանի։ Հա քիչ գնացին այնոնց մոտ, շատացավ, մեծ քաղաք եղավ Սասուն։ Այսինքն տեսնում ենք, որ Սասունից դուրս գործարար մարդիկ, հարուստ մարդիկ, ապահովված մարդիկ երկար մտածելուց հետո գտնում են այն տարածքը, որտեղ իրենք կարող են ազատ աշխատել, ազատ ստեղծագործել եւ այդ երկրում հարկեր, տուրքեր եւ գող ավազակ մարդիկ չկան, որոնք կգան եւ իրենց աշխատանքը կտանեն։